Բայրիկուն ձեզ հետ Զավոր Սալավերդին է ինչպես միշտ, ու այսօրվա ստեղծագործական ընդմիջումը կլինի ավելի շատ ընթերցանության ժամի նման, ես ձեզ համար կկարդամ իմ պատերազմական դիպակից, թիրախից միսից փոքրիկ հատված։ Ասֆալտի վրա ֆիլտրած դեմքերով քամելիոնի նման քայլող մարդիկ, ուղղակի ցավակցում եմ ձեզ։ Դուք երբեք չեք լսել ինչպես է առավոտ կանուխ վիզը ձգում ու սարերի հետևից արևին կանչում, կատարի կեսը գզվրտոցից կորցրած, տատի սիրելի գույնզգույն աքաղ։ Դիմացի բարձունքի տան տատն է, կարծես մրցում է նրա հետ, մի անգամից երթիկից դուրս հանելով բոխուծուխը, որը անուշ կսպծոցով տարածվում է Կիսարթուն գյուղի մուգ կապույտին։ Հետո կամաց դնգդնգալով գոմերից դուրս են գալիս թարմ թրքահոտով որոճանող, դատարկ պտուկներով կովերը, գնում են ջրի։ Նրանց հետևից ախորժակ բացող մի քանի մեծադմակ ոչխար։ Սրանց զուգահեռ մի երկար պոզերով այծ, լիքը այծերի առաջ ընկած վազում է հեռվում երևացող քարքարուտները, ասա ինչի, օգտակար բույս որոնելու։ Ծխախոտի ծխից դեղնած միրուքով պապն էլ նորածին երկու ուլա գրկե ու պրոշները կախեն գամփրի հետ ճամփա է անկել։ Տատիքը սստոցը լսելուց ակտիվանում են սագերը։ Վիզները ձգում են քսում տատի գոգնոցին ակնկալելով մի բուռ հին եգիպտացորեն։ Հետո փքված կուրկուրում է հնդկահավը։ Էքերի մոտ իրեն ցույց տալիս. տեսեք, տատն ինձ ավելի շատ է սիրում։ Այդ պահին տատը հարսիկից նվեր ստացած թեշտը կդնի վառարանին, ցերեկը տաք ջուր ունենալու համար ու այնպես կանի, որ կողքի գյուղից եկած 5 ամսվա հղի նորահարսը քնից չարթնանա։ Թող քնի, դեռ ջահել է, շատ պտի անքուն մնա։ Այս կոֆեի բաժակնին գոնե կլվանար, վերջում մտքի ծայրով կասինա։ Երբևէ շնչել եք այդ պահ առավոտի խոտահոտը, ոտքիդ կոճերին քսվող շաղի թացը զգացել եք։ Ունկնդրել եք ձուածող կչկչան իրար բամբասկոտ հավերին, չէ՞։ Անցնելիս մի պահ մի աչքը կիսաբացում է հարևանի շունը։ Պոչը քսում փոշոտ գետին, իբր թե որ ասեն, կասես հաչած, թեթև կռմռացնելով։ Մյուս հարևանի տուզիկը, որը քաղաքից հյուր է եկել, այս ամենից ոգևորված քացա հաչատալի տատի վրա։ Ես քո պտուղը կարեմ, այդ ինչի վրա ես վերեր թրջում, ու ճիպոտով մի հատ դաղմակ կիսաբաց քամակի։ Սա երբ հասցրություն հորոքի, դեղնավուն քարերի ցանկապատին կապած տեսավ հարևանի տերմինատոր անունով ձյուն։ Տենաս քանի ռեսպտի անի սորի, մտածեց տատը։ Հա, տերմինատոր են ասում, քանի որ գյուղում սրա սմբակներից շատերն են տուժել։ Վերջին անգամ մեկին ագհացի էր տվել, խեղճի գլխի ներկա թե ինչ-որ սարքով տվել էին ու մի կեսը կարկատաններով։ Տանիքից ձգվեց, ճանկերը սկսեց հին ու կարմիր կղմինգրին քսել, քիթ ու մրութը արմոտ կերած խմած կատու, Բրեժնևը։ Ոնց թե, էս ոնց է ստացվել, որ մուկ ես բռնել, ու ձեռքի ճիպոտով թափահարեց կատվին, ջարդդ կտամ, թե իմացա մատունը դուն ես կերել, մտքի մեջ փնփնթաց տատը։ Արևը կարմրացրեց դիմացի բլրի գլուխը, տատի ստվերը երկարեց, գնաց կպավ նեղ, շատ նեղ փողոցի դիմացի պատին։ Արև ջան, շողքդ միշտ տաքացնի երկրիս, լիսը բարին լինի, և կամաց, դանդաղելով, սկսում է արթնանալ գիշերը կիսաքուն մնացած գյուղը։ Այս թիրախ վիպակից մի հատված էր, կուզենայի մեկնաբանություններում ակտիվ լինեք, հարգելի հետևորդներ, առայժմ։